Տնային կալանքի տակ գտնվող անձինք կկարողանան հեռավար աշխատել։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը, ինչպես է այն իրագործվելու, եթե դատարանը սահմանափակումներ կիրառի։ Հարցը փաստաբանն է բարձրաձայնում։ Մասնավորապես շատ հաճախ, ինչպես գիտեք, տնային կալանքները կիրառելիս դատարանը կիրառում է հավելյալ պայմաններ, նախատեսում է հավելյալ պայմաններ, մասնավորապես կարա լինի հեռախոսային խոսակցությունների սահմանափակումներ կամ վերահսկում, կարա լինի տեսակցությունների սահմանափակում կամ վերահսկում, այդ թվում նաև ինտերնետից օգտվելու հնարավորության սահմանափակում։ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, եթե աշխատողի նկատմամբ կիրառվում է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը, կախված սահմանափակումների բնույթից պետք է որոշվի, անձը կարող է իր աշխատանքը շարունակել, թե ոչ։ Կիրառված սահմանափակումները պետք է համատեղելի լինեն աշխատանքի հետագա կատարման հետ։ Եթե օրինակ դատարանը հիմնական սահմանափակումից բացի, հիմնական սահմանափակումը վերաբերում է բնակության վայրը չլքելու։ Եթե այդ սահմանափակումից բացի կիրառի շատ սահմանափակումներից որևէ մեկը, որոնք որ բարդություն են առաջացնելու աշխատանքը կատարելու մասով, գործատուի եւ աշխատողի աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը կանոնակարգվում է հետեւյալ կերպ. աշխատողի լիազորությունները կասեցվում են։ Իսկ եթե սահմանափակումները համատեղելի լինեն աշխատանքի հետ, անձը կկարողանա հեռավար աշխատել երկու պայմանների առկայության դեպքում։ Առաջինը գործատուի եւ աշխատողի միջև առկա համաձայնությունն է, երկրորդը աշխատանքի բնույթը։ Ըստ փաստաբանի նախագիծը շատ ողջունելի է։ Եկեք չմոռանանք, որ խոսք է գնում դեռևս չավարտված վարույթներով անձանց մեղադրյալների վերաբերյալ, ու մենք բոլորս էլ պարտավոր ենք անմեղության կանխավարկածից ելնել, այսինքն մենք բոլորս պետք է հասկանանք, որ կա հավանականություն առնվազն, որ այդ անձինք ի վերջո հնարավոր է արդարացվեն եւ մեղավոր չճանաչվեն եւ հետեւապես նաեւ այդ անձանց իրավունքների սահմանափակումները վարույթի ընթացքում հետագայում կարող են դիտվել որպես ոչ օրինական։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախարարությունից տեղեկացնում են, եթե աշխատանքը հնարավոր լինի կատարել հեռավար, անձը կստանա նույն վարձատրությունը։ Ինչ վերաբերում է այն բոլոր դեպքերին, երբ որ աշխատողի լիազորությունները կասեցվում են, մասնավոր հատվածում, այսինքն աշխատող գործատու հարաբերություններում արդեն գործատուն ինքը աշխատողի հետ համաձայնության միգուցե կորոշի հնարավոր է իրեն վարձատրություն տալ, թե ոչ, իսկ հանրային ծառայողի դեպքում վարձատրությունը չի պահպանվում։ Ի դեպ, Հայաստանում ներկայում 780 անձ է տնային կալանքի տակ գտնվում։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։